Բարի օր իմ շատ սիրելի հարազատ դարձած մարդիկ, հուսով եմ բոլորդ լավ եք, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջերմ շնորհավորանքների համար կապված ապրիլի 7-ի հետ, շատ շնորհակալ եմ, աշխատանքի եմ գնում, ոնց արդեն երևի պատկերացրիք, դրսում եմ, գենտում եմ, եղանակը վատ չի, բայց ստվերոտ մասերում մի քիչ սառն է, դրա համար էլի բաճկոն եմ հագել, մեկ մտածեցի ժակետ հագնեմ դուրս կամ հետո սառն էր, ցուրտ էր, արևի տակ, բայց լավ է, կարևորը արևը, անձրև չկա, այսպես պարզ մաքուր եղանակ է, վագոնում այնքան մարդաշատ էր, այնքան աղմուկ էր, որ իրոք գլուխս ցավում էր այդ աղմուկից, ոնց կուզեի, որ այսպես հանգիստ լուր տեղ լիներ նստելու, հիմա դե գործի տեղն էլ գնում եմ, այնտեղ էլ աղմուկ, այս աղմուկից հոգնել եմ, մի ժամանակ, սովետի ժամանակ էր, չէ, որ բան էին տալիս, այդպես, կար չէ այդպիսի բան, որ համ բարձր լեռնային էին ստանում, համ էլ, որ այդ աղմկոտ արտադրամասերում էին աշխատում, դրա համար էլ էին կարծեմ վճարվում, թե չկար, սխալ եմ հիշում, երևի կլներ, հա, բարձր լեռնայինը, որ հաստատ կար, որովհետև ես ինքս բարձր լեռնային գոտուց եմ, ու գիտեմ, որ այդպիսի բան եղել է, ինչև է, աղմուկը հիմա շատ է, շատ, դրա համար մարդ, ես կոնկրետ շատ եմ ուզում, շատ եմ ձգտում այսպես հանգիստ կյանքի, ես ինքս էլ հանգիստը, պասիվ հանգիստի կողմնակից եմ, էլի, հանգիստը պատկերացնում եմ բնության մեջ կամ, չգիտեմ, անգամ տանը, որ հանգիստ լինեմ, անգամ հեռուստացույցի ձայն չլսեմ, այդքան աղմուկից հոգնել եմ։ Արձակուրդները դեռ շարունակվում են դպրոցի այդ նշանակումա սպասում է, որ խանութում շատ ծանրաբեռնված կլինի, ահա տրամվայի գալիս է, ժողովուրդ ջան, անցնեմ, կհանդիպենք։ Դուրս եմ եկել քայլելու, պետք է 10,000 քայլ անեմ, այսօր էլի եմ քայլել, բայց դրանք չեմ հաշվել, ժամացույցը չէի կապել, հիմա կապել եմ, բլութութը միացրել եմ, որ ոչ մի քայլ բաց չթողնի, գնում եմ այգի, հենց այնտեղ այգում կքայլեմ, անտառ չեմ գնա, երեկ անտառում եմ քայլել, բայց երեկ մենակ չէ, այսօր մենակ եմ, դրա համար այգում եմ ուզում քայլեմ, հետը կքայլեմ, հետը կզրուցենք միասին, հիմա հասնում եմ Հիսուն արագության փողոցը, անցնեմ, թե չէ այստեղ վարորդները ալարում են, անում են կամ չեն էլ նայում կողքը բոլորը, ուշադիր չլնես կգցեն մեքենայի տակ կանցնեն, այստեղ շատերը չեն էլ նայում, այս արագությամբ անցնում են, ֆուտբոլ են պարապում, Հարցրել էիք ինչով է պայմանավորված այստեղ երկարակեցությունը, ինձ թվում է կյանքի պայմաններով, իրանց ապրելակերպով, այստեղ ես միշտ համեմատում եմ, որ տեսեմ այսքան շատ ծերերի 90-100 տարեկան, միշտ համեմատում եմ մեր հայերի հետ, էլի որ երկար չեն ապրում, կյանքի միջին տևողությունը այստեղ բարձր է, երևի պայմաններից է իրանց ապրելակերպից, լավ են ապրում այստեղ, մեր հոգսերը իրանք չունեն, էլի, Հայաստանում թոշակառուն ինչքան դժվար է ապրում, ինչքան ցածր թոշակ է ստանում, որ այդ ամսական միջին սպառողական զամբյուղին չի հերիքում, բայց այստեղ թոշակառուն բարձր է ստանում, ինչքան էլ ցածր ստանա, հաստատ սնվելու համար հերիքում է, որ նորմալ սնվի, դա է, հանգիստ են ապրում, չգիտեմ, երևի նաև իրանց տեսակն էլ է, այսպես մի քիչ ռոբոտացված են ապրում, շարժեքներ ունեն, էլի, իրանք իրանց համար ապրում են, ոչ մտածում են, ոչ երեխաների մասին են մտածում, ոչ թոռների մասին են մտածում, ի տարբերություն մեզ, մենք մի քիչ սիրում ենք, չէ, այսպես ամեն ինչը սրտի մոտ ենք ընդունում, ապրում ենք հանուն մեր երեխաների, ինչը որ էլի եմ ասել,
ճիշտ չի, էլի պետք է մենք մեր համար ապրենք։ Մարզասարքերը մի քիչ զբաղված են։ Կքայլեմ, եթե հետո նայեմ մի քանի հատ զբաղված են։ Եթե մարդ չլինի կգամ կմարզեմ, բայց հիմա նպատակս քայլելն է։ Հարցրել եք, այստեղ զատիկ տոնում են։ Հա, իհարկե տոնում ենք, մենք էլ ենք տոնում, նշում, իրենք էլ են նշում, ու նույն օրն է, Հայաստանի հետ զատիկը նույն օրն է, դե իրենք կաթոլիկներ են մեծամասամբ ու նշում են նույն օրը։ Այստեղ ի տարբերություն մեզ, մեր զատիկի ձուն հավն է բերում, իրանցը նապաստակը, սիմվոլը նապաստակն է, հավի փոխարեն նապաստակ կտեսնեք ամենտեղ։ Զատիկի օրը ծնողները ձվերը այգում են թաքցնում ու երեխաները դուրս են գալիս, այգում ձու են ման գալիս, ան են գալիս գտնում են ձվերը, ուրախանում։ Այստեղ րոպեով վազում են, մարզվում են մարզիչի հետ։ Երբեմն մեր կյանք ինչ-որ մարդիկ են հայտնվում, ինչ-որ փոքր դեր են խաղում կամ չեն էլ խաղում, պարզապես հայտնվում են մեր կյանք ու էլի հեռանում, էլի գնում, փորձի բերումով, աշխատանքի բերումով, տարբեր հանգամանքներում կամ երբեմն չէ, շատ հաճախ շատ դժվարություններ մեր կյանքում, անգամ նմանատիպ դժվարություններ կրկնվում են ու ամեն մեկին թվում է, թե մենակ իր կյանքում է։ Ամեն մեկը մտածում է ինչի հենց իմ հետ, ինչի հենց ես կամ բան, բայց հավատացեք ոչ մի բան հենց այնպես չի պատահում։ Ոչ մի բան պատահական չի լինում, ոչ մի բան հենց այնպես չի զուգադիպում։ Ամեն ինչ կյանքի նորմալ էսպես, ամեն ինչ իր իմաստն ունի։ Անգամ այդ դժվարությունները, խնդիրները մեր կյանքում հենց այնպես չեն պատահում ու ոչ թե մեզ պատժելու համար են, այլ սովորեցնելու համար են, որ դրանից սովորենք, ելքեր գտնենք, ուղեղներս աշխատացնենք ու սովորենք, ամեն ինչից պետք է սովորենք։ Հուսով եմ, որ այսպես արագ եմ քայլում, շատ չեմ կամերան շարժում, որ գլուխները չցավա, չպտտվի։ Այստեղ ոնց որ ճանապարհ չկա, տեսնեմ, եթե չէ նորից նույն ճանապարհը կքայլեմ, ոչինչ, հիմա մի հատ մոտենամ նայեմ, որպեսզի ձանձրալի չլինի, լավ կլիներ, որ այստեղ էլի ճանապարհ լիներ ու այդպես գնայի, չէ, ոնց որ փակ է։ Մի րոպե տեսնենք, ճանապարհ չկա, ուրեմն պետք է նույն ճանապարհով քայլեմ, բայց ոչինչ չեմ նեղվում դրանից։ Այստեղ եմ քայլում ու կգնամ դաշտերի շուրջ կքայլեմ։ Այդպես է, չէ, ամեն մեկին թվում է, թե այդ դժվարությունները մենակ իր հետ են կատարվում, բայց չէ, բոլորի կյանքում էլ դժվարություններ լինում են, բոլորն էլ ասում են ամեն ինչի միջով, բայց հաղթահարում են։ Հենց դրանով են մարդիկ իրարից տարբերվում էլի, որ չեն կոտրվում։ Մի երկու օր առաջ TikTok-ում մի երիտասարդ կնոջ մասին կարդացի, կարծեմ Հրազդանից, գրված էր ինքնասպան ա եղել կամ սպանել են, չգիտեմ, մտածում եմ, ախր ինչի են այդ քայլին դիմում, եթե ինքնասպան ա եղել, իսկ եթե իրան են սպանել, ես չգիտեմ արդեն ինչ պատիժ պետք է տան, իհարկե ես չգիտեմ կոնկրետ ինչ ա եղել, բայց կոնկրետ ուզում եմ երիտասարդ կանանց դիմեմ, եթե ինչ-որ դժվարությունների մեջ եք, երբեք դուք ձեր վրա ձեռք մի բարձրացրեք, եթե խնդիրը ընտանիքում է, ամուսինն է, ու կարծում եք, որ էլ անհնար է միասին ավելի լավ է հեռանաք, քան ձեր կյանքին վերջ տաք։ Ահա որ է 40 տարեկան կինը գեղեցկուհի իսկական, հիմա արդեն չկա։ Կյանքում միշտ էլ մի ելք կա, միշտ մի ելք կա։ Ընդհանրապես պետք է երկու կանոն միշտ հիշել, սիրելի երիտասարդ հայրենիներս,
երկու կանոն միշտ հիշեք չմոռանաք։ Առաջինը, որ միշտ կա մի ելք, իսկ երկրորդը, երբ որ տեսնում եք, որ ոչ մի ելք իրոք չկա, հիշեք առաջին կանոնը, այսինքն այն մի ելքը, որ ասում էի միշտ կա, միշտ, չեք հասկանում ամուսնու հետ իրար, հեռացեք, բաժանվեք, բայց երբեք ձեր կյանքի, ձեր վրա ձեռք մի բարձրացրեք, ցավում եմ այդ երիտասարդ կնոջ համար, իրոք ցավակցում եմ հարազատներին, ափսոս, շատ ափսոս, հետը քայլում եմ, հետը ձեր հարցերին պատասխանեմ, հարցրել եք, ուսանողը իրավունք ունի, ծնողին կանչի կամ ուսանողը քաղաքացիության համար դիմի, ոչ իրավունք չունի, ուսանողը գալիս է զուտ սովորելու համար, ուրեմն ավարտելուց հետո պետքա ետ գնա, եթե իհարկե կա այդպիսի բան, որ ավարտելուց հետո իրավունք հաստանում մի տարի մնա ու իրա մասնագիտությամբ աշխատանք գտնի աշխատի, եթե չէ, ուրեմն պետքա ետ գնա, չի կարող իրա ծնողին կանչի կամ էլ քաղաքացիության համար դիմի, այսինքն որպես ուսանող չի կարող այդպես օգտվել էլի այդ իրավունքից, նաև հարցրել եք, կարծեմ Ֆրանսիայից եք գրել, թորնիկը ամուսնացել է Բելգիա, ամուսինը այստեղ ծնվել քաղաքացիություն ունի, ինքը երբ կստանա քաղաքացիություն, կստանա թե չի ստանա, իհարկե կստանա, բայց ինքն էլ պետքա էլի այդ 5 տարին այստեղ լինի, այդ ինտեգրման բոլոր կուրսերն անցնի, հետո նոր, գուցե իրան տան ամեն տարի իդենտիկ քարտը, ամեն տարի տան, այսինքն տարով ստանա, մինչև 5 տարին լրանա, հետո նոր դիմի քաղաքացիության համար։ Շատ կարևոր է, դե որ մարդը այստեղ կեցության իրավունք ունենա, հենց այնպես չի կարող, էլի, պարտադիր պետքա այստեղ գրանցված լինի, կեցության իրավունք ունենա, արդեն շոքեցի ժողովուրդ ջան, արագ քայլելուց, այսպես պետքա քայլեք, ձեզ որ ասում եմ միշտ, այսպես արագ պետքա քայլեք, շունչս կտրվում է, բայց ճիշտը սա է, անտառ չեմ մտնելու, մենակ այգու մեջ եմ քայլելու, ինքան սիրուն է, էլի այստեղ ցույց էի տվել, տեսակ, դուք էլ գեղեցկությունը նկատեցիք, հիմա կասեք Աշոտ ինչի իմ հետ չի, որովհետև Աշոտը ընկերոջ հետ շատ քայլել էր, այգում էին եղել, նստել էին ու քայլել էին շատ, հոգնել էր, դրա համար իմ հետ չեկավ, մենակ եմ, այս սիրողական էլի, ձուկ եմ բռնում, ինչքան համբերություն է, չէ, պետք որ կարթը գցեն ջուրն ու սպասեն ու ձուկ բռնելուց, ձուկը պետքա, եթե բռնում են, պետքա նորից ետ գցեն, ուղղակի երևի դա էլ շատ հաճելի է, էլի որ դա էլ է մի փոքր հաղթանակ, որ կարողանում են ձուկ բռնել, ձուկ որսալ, հասել եմ այս սիրուն ջրի մոտ, այս որ ձայնը այսպես հանգստացում է, երբ որ քայլերս ամբողջությամբ անեմ կնստեմ ջրի մոտ, եթե չկտրեն էլի մինչև դա, այն որ ասում է մարդը հացս կտրեց կնիկը ջուրս, հիշում եք, չկա լավն են, չէ մեր ֆիլմերը, համով, հոտով, քանի որ իմ հետևորդներին մեջ շատ են 40+, 50+, 60+ տարիքի մարդիկ, ուզում եմ մի փոքր խոսեմ առողջ սնունդի մասին, այն որ միշտ ասում ենք ճարպերը լավ չեն, այսինքն խոլեստերինը բարձրանում է, պետք չի ճարպոտ ուտել, դա ճիշտ չի, ճարպեր պետք է պարտադիր է ուտեն, թե կենդանական, թե բուսական, իդեպ եթե նորմալ ճարպեր են ընդունում, արդեն այդքան շատ շաքար քաղցրավենիք բան չեն էլ ուզում ուտեն, ոնց որ սպիտակուցները այնպես էլ ճարպերը ուրեմն քաշի բանով ամեն մի կիլոգրամին մի գրամ ճարպ կամ սպիտակուց պետք է ընդունել, նախաճաշելը շատ կարևոր է,
հատկապես կանանց դեպքում շատ կարևոր է, որովհետև կանայք ավելի շատ հակում ունեն հատկապես որովայնի շրջանում ճարպ հավաքելու ու խորհրդատրվում ցանկալի է ու ես կասեի պետք է որ պարտադիր նախաճաշեն ու բալանսավորված անեն ամեն ինչ թե նախաճաշը, թե ճաշը, թե ընթրիքը իհարկե եթե մի քիչ բան կա գիրանալու հակում կա ցանկալի է միջանկյալներ չընդունել մենակ այդ 3 անգամով սահմանափակվել դե եթե բալանսավորված ուտենք բնականաբար միջանկյալի կարիք չենք ունենա մեկ-մեկ այդ միջանկյալները ոնց որ սովորություն լինի չէ որ սուրճ ես խմում հետը քաղցր բան ես ուտում իդեպ ես շոկոլադ բան չեմ էլ սիրում չեմ ուտում այս երևի չգիտեմ քանի տարի չի էլ կերել ու այն օրը որ ռուսական խանութում վերցրինք սխալման վերցրինք փոշմանեցի որովհետև ընդամենը մի հատ եմ կերել ու շատ վատներ իբր բաներ ծիրանի չիրեր շոկոլադի մեջ ինձ թվաց հայկականի նման կլինի բայց չէ շատ վատներ այնպես որ ասենք եթե բալանսավորված սնվենք այդ միջանկյալի կարիքն էլ չի լինի այդ որ ասում ենք սուրճի հետ քաղցր բաներ դա լավություն չենք անում ոչ մեզ ոչ էլ ում որ հյուրասիրում ենք իրանց ցանկալի է ծայրահեղ դեպքում կարելի է 2 կամ 3 հատ օրական խուրմա ուտել բայց որ ավելորդ ոնց շաքարով չլինի էլի իր բնական շաքարը տեղից էլ 100 գրամ խուրմայի մեջ 45 գրամ շաքար կա բնական շաքարը բայց մեկ այլ շաքար է էլի 8 длинных рядов по 12 карт. Շատ կան հիմա ռուսներ, հա, երևի դե ուկրաինացի ավելի շուտ մեկ-մեկ որ խանութում ուկրաինացիներ են հանդիպում ռուսերեն եմ ասենք ասեմոթետները խոսում այսպես իրանք բանով են շարունակում են իրանց լեզվով այմարդ ռուսերենը բոլորս գիտենք սովետական միությունում ենք ապրել բայց ուկրաիներեն չգիտենք իբր բան են անում էլ որ հիմա կոնֆլիկտի մեջ են ռուսների հետ ռուսներն ուկրաինացիների իբր այդ բանով չեն ուզում ռուսերեն խոսան իհարկե շատ չնչին մասը որովհետև հենց ռուսերեն էլ խոսում են շատ եմ լսում որ ուկրաինացիները ռուսերեն են խոսում ջրի շուրջը մի հատ էլ պտտվեմ հետո ուրիշ ճանապարհով կքայլեմ այդպես ժողովուրդ ջան ես ասեմ որ այդ որ խոլեստերինը բարձրանում է ու դրա համար մտածում ենք չէ յուղոտ ճարպոտ չպետք է ուտենք ընդհակառակը օրինակ սալը շատ օգտակար է ու դրա համար ոչ թե պետքա դա հանենք ռացիոնից այլ պետքա ֆիզիկական ակտիվությունն է բարձրացնենք սպորտով զբաղվենք կամ էլ իմ նման այսպես քայլեք ժողովուրդ ջան հետաքրքիր է որևէ մեկը դուրս գալիս քայլում է այսքան որ կոչ եմ անում ասում եմ ինքան հետաքրքիր է քայլում եք տեսեք ես իմ զբաղվածության հետ էլի անպայման անում եմ առավոտյան անպայման ամենակիչը գոնե 10 րոպե մարզվում եմ աշխատանքային օրերին դե այդքան հազվել հասցնում եմ իսկ այս ազատ օրերին բացի մարզվելը գալիս քայլում եմ մարզվում ենք այս արքերով էստեղ մարզվում ենք այս սիրուն թռչուններ խոսում չեմ հասկանում ինչ ասում այսպես տարբեր թեմաներով եմ խոսում չգիտեմ գուցե հետաքրքիր չի բայց ամեն դեպքում այդ պահին մի բան գալիս է միտքս ու այդ բանով խոսում եմ այնպես որ պլանավորել եմ թե ինչ պետքա խոսամ ժողովուրդ ջան կիսվում եմ ձեր հետ հետո սիրով կարդում եմ ձեր մեկնաբանությունները մի բան էլ դուք եք գրում ես էլ ձեզ եմ լսում ես էլ ձեզանից մի բան եմ սովորում այսպես փորձի փոխանակում ենք անում իրար հետ հատկապես շատ եմ ուրախանում որ մեր երիտասարդ հայուհիները նայում են գրում են ինչքան լավն եք դուք ընդհանրապես մի երկու հոգի պատահում են այսպես որ գալիս են իրանց անդաստիարակությունը կամ ինչ որ բան այդպես գրում գնում են բայց դե առանց տականքի դե մեր ազգը երբ է եղել միշտ էլ եղել է մեր մեջ տականքը
հայի մեջ տականքը միշտ էլ եղել է ոնց որ ուրիշ ազգերի մեջ, ուղղակի ոնց որ մեր մեծ նժդեհն է ասել, հայի տականքը ուրիշ է։ Հատկապես կարդում ես, ասեն կարող ինչ-որ տղամարդի անվան տակ, չգիտես դա տղամարդ է, թե տղամարդ չի, իսկ հիմա տղամարդ չի, որովհետև իսկական հայ տղամարդի կերպարը այդպեսին չի լինում, էլի։ Գալիս է այսպես թեթև սոլիկի նման կարող է մի բան գրի ու գնա ու մտածում ես քեզ հիմար ու իրան լավ զգում դրանից, ասենք ինչ, ասենք գրեց, ինչ հիմա ասես, ինչ որ գրել ես, ասենք սիրով նվիրում եմ քո տան անդամներին, չէ, ինչ ասես, նրանք ինչ գիտեն, այս չակերտավոր տղամարդը YouTube-ում նայում, ինչ է գրում։ Այդ կարծում եմ այդ տեսակն էլ մանր, ճղճիմ, այսպես դատարկ տեսակներ կա, ամեն դեպքում, բայց որ լավն են իմ հայերը, իմ հետևորդները, այդ միանշանակ։ Եթե մեկ-մեկ էլ այսպես, ոնց որ այսօր միջև իրիկուն այդպես ուղղակի հավես չունեի նկարելու, հետո հանկարծ այնտեղ այնքան լավ մարդիկ կան, որ կարոտում եմ, դրա համար նկարում եմ, հետո կարդում եմ իրանց գրածները, ժպտում եմ, երբ որ կարդում ժպտում եմ։ Կարդացի Աշոտի մասին գրած ձեր մեկնաբանությունները, ուրախացավ շատ։ Ինչևէ, շփանես ձևն էլ է հետաքրքիր։ Այդպես սիրելիներս, հետաքրքիր է նաև այն մի տեսակը, որ նայում են, տեսնում են, ասենք, դրսում ես ապրում, Եվրոպայում ես ապրում, ու այսպես հայրենասիրական պաթոսը, դրոշակ այսպես բան արած, կոչ են անում, որ դրսերում ինչ կա, եկեք Հայաստանում ապրեք։ Այդ ժամանակ, ասենք, գիտեք ինչն է հետաքրքիր, հիմա ասենք այդ տեսակ մարդկանց ինչ է թվում, որ իրանք այդպիսի կոչ արեցին, դրսի ապրողները պետքա ետ գնան, դրսի ապրողները որպեսի ետ գնան, տուն պետքա ունենան Հայաստանում։ Հիմա Հայաստանում տների գները ավելի բարձր են, քան Եվրոպայում, քան այստեղ Բելգիայում, ով կարա Հայաստանում տուն գնի։ Եթե այդ կոչ անողները իրանք նվիրեն, սիրով օրինակ մենք Հայաստանում տուն չունենք, սիրով եթե տուն ունենանք, կգնանք Հայաստան, բայց այն որ տեսնում ենք հիմա Հայաստանում մարդկանց ապրելակերպը, մի ասեք, որ դա կարևոր չի, շատ կարևոր է ապրելակերպը։ Երբ դու կարողանում ես ապրել ու մի քանի հոգու էլ Հայաստանում օգնել, արդեն դա շատ կարևոր է։ Այնպես որ այդ ավելի շատ 10 միլիոն ավել հայ երևի դրսում ապրում, մի քանի գուցե 3 միլիոնից էլ պակաս Հայաստանում են ապրում, եթե այդպես կոչ եք անում, որ պետքա որ թողնեն դուրսը գնան Հայաստան, բան չի էլի, այդպես հեշտ չի, դրա այդով պետքա այդ ամեն ինչի տակից դուրս կա, իբր 2-3 միլիոնին կարողանում են պահեն մի հատ էլ նորից մնացածը ներս գնան, Հայաստան գան։ Ինչևէ, հիմա երևի մի րոպե քայլեմ, երևի են կողմով արդեն քայլեմ, բայց շոքեցի, նայում եմ, տեսնում եք ես գլխաշորով, չգիտեմ իհարկե ինչ ազգա, բայց արաբա, չգիտեմ թե Աֆղանստանցի են ինչ են, այնքան շատ երեխաներ են ունենում, հենց դրանց ֆունկցիան ինձ թվում է մենակ երեխա ունենալն է։ Հիմա սրանք 4-5 երեխա ունեին հետները, դեռ քանիսը կունենան պարզ չի։ Այսպես որ, ասենք, Եվրոպայում այսքան շատ մուսուլմանները լցվել են ու տեսակ կա, որ մի այսպես խավը կա, որ մենակ երեխաներ են ունենում։ Մենակ, անընդհատ կամ հղեն, կամ փոքր երեխաների հետ, կամ անկասայլակով ու այդ երեխաների գումարով էլ ապրում են։ Անգամ տուն են վարկով վերցնում, հիպոթեկով վերցնում, այդ գումարով վճարում։ Ժողովուրդ ջան, նայեք ուր եմ եկել, այստեղը դուք գիտեք իհարկե։ Այս գողտրիկ անկյունը իմ հին բաժանորդներին շատ եմ ցույց տվել, նորերին ցույց տամ, ինչքան սիրուն է այստեղ։
3200 քայլ արել եմ, շոքեցի, պետք է ժակետս հանեմ ու ջուր խմեմ ու շարունակեմ։ Շարունակում ենք, չենք հանձնվում, քայլում ենք։ Դե եթե ապրում ենք, պետք է մի քիչ փորձենք մեզ հետևենք, առողջ ապրենք, ոչ թե անընդհատ մի տեղերս ցավա։ Ես ձեզ էլի եմ ասել, որ իմ հոդերի ցավը ու ծնկների ցավը անցել է, երբ որ ես սկսեցի մարզվել։ Այնպես որ, եթե ունեք այդ ցավերը, պետք է մարզվեք, պետք է շարժվեք։ Այդ հոդերը ինչի համար են, որ շարժումները հեշտացնելու ճկունության համար։ Հիմա եթե թողնում եք, այդպես մնում է, բնականաբար արդեն ժանգոտվում է։ Լավ չի ժանգոտվում, բայց ամեն դեպքում պետք է շարժման մեջ լինի անընդհատ։ Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ սիրում կեսից սկսած գործը դադարեցնել։ Սիրում եմ, որ մինչև վերջ անում եմ։ Դրա համար հիմա խանութում, որ աշխատում եմ, դրա համար երևի ես ինձ այդպես լավ չեմ զգում, որովհետև միշտ այնտեղ կիսատ է մնում ամեն ինչ, չես հասցնում ամբողջ խանութը, դե բնականաբար ամբողջը իմ բանի տակ չի, ոնց որ իմը չի, ես պարտավոր չեմ անելու, բայց ես իմ բաժինը, այնքան մեծ բաժին է, որ եթե կիսատ է մնում, ես դրանից լավ չեմ զգում, ես ուզում եմ, որ ամեն ինչ մինչև վերջ արվի, ու ընդհանրապես ինչ-որ բան, եթե նախատեսում եմ, օրինակ, վաղվա համար պետք է այս բաներն անեմ, եթե չեմ անում իմ պլանավորած բաները, ուրեմն ես ինձ հանգիստ չեմ զգում, դրա համար ես աշխատում եմ, որ ինչ-որ պլանավորում եմ, դրա համար ինչ-որ պլանավորում եմ, անպայման անում եմ, ու դրանից ես ինձ արդեն հանգիստ եմ զգում, երջանիկ եմ զգում, որ ես իմ պլանավորածը անում եմ, հիմա այսօր պլանավորել եմ 10,000 քայլ կատարել, ուրեմն պետք է այդ քայլերը ես անեմ, եթե չի ուրեմն մի բան կիսատ է, այդ այնպես չի, որ ես ժամանակ ունեմ կամ գործ չունեմ տանը, ունեմ անհրաժեշտ գործերը արել եմ, առաջնահերթ գործերը, այնտեղ ինչ որ մնում է անելու, այդպես ես ինչ չել մնում անելու, ու մնացածը թողել ու դուրս եմ եկել։ Հիմա պետք է քայլեմ ու վերջ, դա է։ Այստեղ հիմա հարմար չի նստելը, որովհետև արևը աչքերի մեջ կընկնի։ Մանկական խաղահրապարակն է։ Ծնողները իրանց երեխաների հետ խաղում են։ Ջուրը անջատել են, բայց մեկը շատ սիրուն է։ Հարևանսեր, բայց երևի չճանաչես, տան մոտ որ տեսնում է, այսպես ձեռքով արևում է, դրսում որ տեսնում է, երևի չի ճանաչում, մեծ մարդ է, թոշակառու, այսինքն դե թոշակառույց որն է, շատ մեծ է, 80 անց, այդպես, ինքնուշունն են մենակ ապրում, այդ տան մեջ, շանը հանում օրվա մեջ, մի քանի անգամ մանա տալիս, այդ կենթաններն էլ չլնեն, այստեղ այս տարիքով մարդիկ ինչ պետք է անեն, որ մենակ են ապրում, Քիչ ամենում, որ 10,000-ս լռանա, դա էլ լռացնեմ, այստեղ մի էլի սիրուն տեղ եմ հասել, բա ոնց ցույց չտամ, ախր գիտեմ, որ դուք էլ եք գեղեցիկը շատ գնահատում։
Ժողովուրդ ջան, մի բան էլ ավելացնեմ կապված այդ առողջ սնունդի հետ, որ 50 տարեկանից հետո կարմիր միսը ցանկալի է պակասացնել, շաբաթական 2 անգամից ավել չօգտագործել, դրա փոխարեն կարելի է ուտել սպիտակ միս, հավի միս, ֆնդկահավ, ձկներ, ծովամթերք, ցանկալի է դրանք օգտագործել։ Հիմա հասա ես սիրուն կակաշներ են այստեղ դրել, ուզում եմ ձեզ ցույց տամ։ Անցյալ տարի ուրիշ ծաղիկներ էին դրել, հիմա այս տարի կակաշներ են։ Իդեպ կարծում Հոլանդիայից էր իմ սիրելի բաժանորդուհին հասցեներ գրել, թե որտեղ է գտնվում այդ կակաշների պարկը, իմ մոտ նշեցի հասցեն, անչափ շնորհակալ եմ, դեռ չեմ հասցրել նայեմ, մեզանից ինչքան է հեռու, մեքենայով կարող ենք գնալ, թե պետք է ավտոբուսով կամ գնացքով գնանք, բայց անչափ շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր եք ու գրել եք հասցեն։ Ես բոլոր մեկնաբանությունները կարդում եմ, հիմնականում եթե ինչ-որ հարց եք տալիս, ես այդ հարցերին պատասխանում եմ այդտեղ տեղում, բայց ելնելով նրանից, որ չեք արձագանքում բան, մտածում եմ, որ չեք էլ կարդում իմ պատասխանը։ Դրա համար միշտ այնտեղ գրելուց հետո մի հատ էլ այսպես բանավոր ասում եմ։ Այսպիսի հսկա խխունջել էստեղ։ Ժողովուրդ ջան, դեռ չեք գնացել, չէ՞ այդտեղ 10,000 քայլ արեցի, 10 րոպե էլ մարզվեց ես մարզասարքերի վրա ու տուն եմ գնում, արդեն հոգնեցի, գոհ եմ, որ ինչ պլանավորել էի արեցի։ Հիմա արդեն գնում եմ տուն։ Այստեղ դեռ աշխուժ է, մարզվում են, վազում են, ֆուտբոլ են խաղում, ով ինչ ուզում անում է, արձակուրդեն երեխաները երկար կմնան մարզասարքերի մոտ, մենակ ես էի մի հատ էլ մի 10-12 տարեկան աղջիկ էր արաբ, մաման նստած հեռախոսի մեջ էր խորասուզվել, աղջիկը մարզվում էր, ավելի խելացի էր աղջիկը։ Այդպես սիրելիներս, հիմա ձեզ հրաժեշտ տամ, մեկ-մեկ այնպես հաստացվում վիդեոներս, որ կամ երկար է լինում, կամ բան ամբողջը չեմ դնում, չեմ կարողանում ձեզ հրաժեշտ տամ, բայց իմացեք, որ այդպես ոնց որ կտրում եմ վիդեոն, դրա համար այդպես մի անգամից է վերջանում, ամեն դեպքում հիմա ուզում եմ ձեզ հրաժեշտ տամ ու ամենալավը մաղթեմ, հուսամ գեղեցիկ ապրիլի 7 եք ունեցել, իմ մոտ սովորական օրեր, ինչև է, լավ մնացեք, կհանդիպենք։